Պաշտպանության նախարարությունը հասանելիություն չունի Սև լճի դիրքին։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծված իրադրության մասին ձեզ հայտնի Սև լճի մի դիրքի մասին է, որին հասանելիություն ցավոք, այսինքն ընտրանքը հետևյալն է, կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար ես չեմ դրա միակ շահառու, բայց այն, որ այստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ։ Մինչ այս մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ ադրբեջանական զինծառայողները Սև լճի դիրքում ոտքից գլուխ ստուգում են հայ զինծառայողներին։ Անդրադառնալով հարցին, թե ինչու ադրբեջանցիների կողմից բռնազավթված Հայաստանի տարածքները չեն ազատագրվում, նախարարը պատասխանել է, թե մեջբերում նախկինում էլ բազմիցս ասել եմ, այս հարցերը կարգավորելու են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում, եւ այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, սա կառավարության դիրքորոշումն է, որը բնականաբար ես ամբողջությամբ կիսում եմ։ Կարծում եմ, սա այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում։